Խոսեցինք զատկի սեղանի առանձնահատկություններից եւ այս պահին մեր տաղավարում խոհանոցի հատվածում սեղանին դրված է հավկիտ կանաչի մթերքները մի փոքր լավ չի երևում, բայց այս պահին ուզում եմ խոսքը փոխանցեմ մեր գործընկերոջ։ Գործընկերոջը Անուշին, որպեսզի ել ավելի մանրամասն ներկայացնի, թե ինչ է այսօր նա պատրաստելու եւ ինչ է հարկավոր այդ ուտեստի համար։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Մենք քանի որ առաջիկայում շատ ենք պատրաստելու տարբեր տեսակի կանաչիներ, տապակելու ենք։ Ես այսօր սպանախով մի հետաքրքիր նախուտեստ տեսա, թե ինչպես են պատրաստում տապակած սպանախը, մատուցման ձևն է շատ հետաքրքիր բրնձի թերթիկներով։ Մենք ունենք այստեղ ֆետա պանիր, հիմնական մեր բաղադրիչներն են ֆետա պանիրը եւ սպանախը։ Ու հետաքրքիր ձևով հիմա կտապակենք ու կփաթաթենք բրնձի թերթիկների մեջ, կդառնա գեղեցիկ։ Սպանախը հավկիթով դե բոլորս արդեն ծանոթ ենք այդ ուտեստին, բայց սպանախը պանրով արդեն իսկ հետաքրքիր է, ես կարող եմ ասել, եւ շատ համային մոտ են իրար։ Այո, մենք մոտ 1 շաբաթ առաջ տարբեր պանիրներով տապակեցինք։ Ես այստեղ էի, ես համտեսեցի։ Համեղ էր, չէ՞, իսկապես հետաքրքիր էր։ Եվ այս անգամ մատուցման ձևն է նաև շատ հետաքրքիր, որովհետև բոլորս էլ տապակում ենք եւ Սուրբ Զատկին պարտադիր սեղանին դնում ենք տապակված կանաչի։ Իսկ այս դեպքում նույնիսկ կարող եք առաջին տպավորությունը այնպես չի լինի, որ չկարող եք չհասկանալ, որ այդտեղ կանաչի է դրված։ Դրա համար դա շատ հետաքրքիր կլինի, կարծում եմ մեր հեռուստադիտողները հենց զատկական սեղանի համար կպատրաստեն եւ կզարմացնեն իրենց հյուրերին։ Ես էլ կարող եմ պատրաստել Համլետ։ Ինչու ոչ, ես էլ կարող եմ պատրաստել այքան հեշտ է թվում։ Այո, եւ իրականում հեշտ է շատ։ Պես Իմ պատրաստելու մասին մենք հաճախ ենք խոսում եթերում, որովհետև բոլորին այդ հարցը հետաքրքրում է։ Եվ ես մեկ անգամ ապացուցելու համար, որ ամեն դեպքում ես կարողանում եմ, բաղադրատոմս եմ պատրաստել մեր։ Շատ պրիմիտիվ բաղադրատոմսեր ես կարող։ Խնդրում եմ, մեր սիրելի խմբագիրներ, սցենարիստներ, մեկ օր եկեք որոշենք եւ Լուսինեի եւ իմ եթերի օրը ես մի բան պատրաստեմ։ Թող տեսնի իմ բոլոր հնարավորությունները խոհանոցային։ Եթե չեմ սխալվում, Միկան էլ է սպասում այդ օրվան։ Կարող ենք բոլորով լինել։ Մեզ արդեն հուշեցին, որ մենք պայմանավորվել ենք, այո, Համլետն է պատրաստելու այդ օրը, բայց ինչ արեցիր Անուշ այդտեղ։ Ինչն է։ Կարծես ընկույզը տապակեց։ Ընկույզը տապակեցիր։ Հիմա բովեցինք ընկույզը։ Եվ մենք ամենահաճելի պահն է, երբ Անուշը ինչ-որ բան կտրատում է։ Ես պարզապես հաճույք եմ ստանում այս պրոցեսից։ Շատ չենք մանրացնի, բայց այսպես հենց մի քիչ մեծ թողնելով կմանրացնենք եւ պետք է խառնենք սպանախին։ Բոված ընկույզը սպանախի հետ ուղղակի հրաշալի է, բայց մինչ այդ մենք դնենք թող տապակի վրա արագ կդնենք սպանախը, թող տապակվի, մի փոքր ընդամենը 2-3 րոպե։ Դուք հիմա չեք պատկերացնի, որ ընկույզը կարող է այդքան համադրելի լինի եւ այդքան համեղ լինի սպանախի հետ, բայց հավատացնում եմ, այս բոված ընկույզի համը հաստատ ձեզ կզարմացնի։ Ես չեմ փորձել, այո, ինձ համար սա նորություն է։ Ես շատ եմ սիրում բոված ընկույզը սպանախի հետ։ Իդեպ սովորական, երբ որ պատրաստում եք, տապակում եք, կարող եք հենց այդտեղ այդպես ավելացնել, պանրով կլինի, ուղղակի կլինի, կարող եք ավելացնել։ Հիմա սպանախը այսպես մեծ մի փոքր կտրում ենք։ Հիմա մենք հուսայուղով կտապակենք։ Անուշ, այս տարի զատկական սեղանի համար ինչ թրենդներ կան։ Ամեն տարի մի նոր բաղադրատոմս է, չէ՞։ Մենք կարող ենք անգամից հարցնել, թե ինչ են նա պատրաստում սեղանին դնել եւ կհասկանանք, թե որն է լինելու թրենդները։ Այս ռոլերը պատրաստելու եմ, որովհետեւ շատ հավանեցի։ Բայց հիմա շատ նորություն կա։
Նորությունը հավկիթներ ներկելու նորություններն էր, որ մեր հեռուստադիտողները մեր առավոտ լուսով weekend-ին կարծում եմ կտեսնեն, այնտեղ շատ չբացենք փակագծերը, բայց այնտեղ ամեն ինչ ցուցադրվում է։ Մանրամասն կբացատրես եւ ցույց կտաս։ Հետաքրքիր տարբերակներ Մեր հյուրերից են այդպես արել, այո։ Եւ մի փոքր այսպես շատ է տաքացել, մի փոքր տարբեր ինչ-որ հատուկ ձևերով ներկում են այնպես, որ սպիտակ կետիկներ առաջանան, ոսկեգույնն է շատ արդիական այս տարի, ոսկեգույն գույնով եւ ոսկե այսպես թաղանթներ կան, որոնցով գեղեցիկ այսպես գունավորում են ձուն։ Շատ հետաքրքիր է։ Բայց մենք ինչ դիտենք առավոտ լուսով weekend-ը, մեր հավկիթները արդեն ներկված կլինեն տրադիցիոն ձևով։ Այն ինչ արել ենք տարիներ շարունակ։ Երա, բայց կարելի է նաև այդ օրը ներկել, հատկապես եթե օրինակ երեխաներ կան տանը, վստահաբար արագ-արագ կոտրելու են հավկիթները եւ հետո կարիք է լինելու նորը պատրաստելու։ Չէ, մեկ անգամ ներկում ենք եւ վերջ, ամբողջ վերջ։ Չէ, լավ։ Թեման փակվում է։ Դուք ավելի լավ գիտեք։ Հիմա սև պղպեղ ավելացրեցին։ Մի փոքր կարմիր պղպեղ, աղ, Որքան երկար ենք թողնելու սպանախը։ մի քանի րոպե, որպեսզի գույնը շատ եւ գույնները թարմ կանաչը պահպանում եւ ընդհանրապես 2-3 րոպեում արդեն պատրաստ է սպանախը։ Երբ նայում ես թավայի մեջ, հասկանում ես, որ արդեն պատրաստ է սպանախը։ Այո։ Երբ արդեն փոքրանում է սպանախը, գրեթե չի։ Համլետ, իսկ երբ դու լինես խոհանոցում, ինչ ես պատրաստելու։ Ես մտածում եմ այս ընթացքում կա մի Որտեղ դու գիտեի, որ այս այդ հարցը տալու է։ Մի հետաքրքիր բաղադրատոմս կմտածեմ։ Որն է լինելու։ Ինչ ես դու սիրում։ Ես որոշել էի մի անգամ պատրաստել full անունով ճաշը, որը միջին արևելքում շատ հայտնի է, այո։ Մեր սիրահայերի հետ շատ ենք պատրաստել, այո։ Սիրահայերից եմ հենց սովորել ինքս նաև պատրաստել։ Ես առաջին անգամ եմ լսում full ապուրի մասին։ Լոբով ապուր է շատ համեղ։ Միգուցե հենց դա էլ պատրաստենք, այո, կարմիր լոբով։ Ես կարմիր լոբի չեմ սիրում։ Full ինքնին կարմիր լոբին է։ Նա, ես կարմիր լոբի չեմ սիրում։ Ինչ ասեմ։ Դու չես փորձի կամ լավ, մի գտալ կփորձես, կասես որքան համեղ է Եվ այդ օրվանից ի վեր կսկսեմ սիրել կարմիր լոբին։ Ահա, դες ինչ լավ մոտիվացիա է, այդպես էլ կանենք։ Բայց դա երկար է պատրաստում եւ դժվար պիտի հասկանանք ոնց ենք հասցնելու։ Ես կօգնեմ։ Իսկ ֆաբրիկատ տարբերակով կարելի է պատրաստել։ Ինչ կամեջը։ Կարող ենք նախապես կարող եք եփել։ Այո, նախապես կարող ենք եփել եւ պատրաստ էստեղ։ Որոշեցինք։ Հիմա մի հավկիթը կկոտրենք։ Եվ մի լավ խառնենք ու կավելացնենք կաթ, որի մեջ պետք է թրջենք բրնձի թերթիկները։ Սովորաբար կարող ենք նաև ջրով ուղղակի թրջել։ Ահա, կաթ ես ավելացնում։ Կաթ ենք ավելացնում, այո։ Ինչի համար ես կաթ ավելացնում։ Սա առաջին անգամ եմ հիմա փորձում։ Շատ քիչ բան կա, որ ես առաջին անգամ եմ տաղավարում փորձում, միշտ նախապես փորձում եմ, տանը պատրաստում եմ, հետո այստեղ։ Սա արդեն պատրաստ է, դնենք մի կողմ։ Կարող ենք միանգամից ավելացնել մեր ափսեի մեջ, որին պետք է ավելացնենք պանիր։ Սպանախից բան չմնաց։ Այսպես։ Եվ հիմա մենք այստեղ փորձենք այս ափսեի մեջ ավելացնել։ Սկսվեցին կախարդանքները Անուշի։ Հավկիթը։ Ահա։ Եվ պետք է այստեղ թրջենք, փորձենք մեծերը թրջել։ Բրնձի թերթիկներն ես թրջում հենց Այո։ ծվի եւ կաթի, հասկացա։ Այո։ Մեր ափսեն մի քիչ փոքր է, Բայց ես պետք է ավելացնես սպանախի վրա, ավանդական։ Ոչ, այստեղ հենց սա է հետաքրքիր, որ
ավանդական, ասում ենք տապակված սպանախ, բայց ոչ, բոլորովին այլ է։ Դու հասկանում ես, չէ, Համլետ, երբ բարեկամները, ծանոթները, ընկերները երբ գնում են Անուշի տուն, բոլորը համոզված են, որ փորձելու են նոր, շատ համեղ բաղադրատոմսով պատրաստված ուտեստ։ Բայց ինձ թվում է, որ սա իսկապես շատ համեղ է լինելու, որովհետև Եվ կարող է պատահի մեր զատկի սեղանին էլ, չէ, այն հայտնվի, եթե հեշտ լինի պատրաստելը եւ արագ։ Այո, որովհետև բրինձի եւ հավկիցի համը ու սպանախի եւ ընկույզի մի տեսակ արդեն Եվ պանրի, մի մոռացիր։ Եվ պանրի, այո։ Ահա։ Այս մեկը լավ չստացվեց, թրջենք ավելի փոքր է, որովհետև ափսեն ավելի Փոքր փոքր է, այո, եւ հիմա ընդամենը մի քանի րոպեում մոտ 2-3 րոպե բավական կլինի, որպեսզի փափկի։ Այդ ընթացքում մենք այստեղ պանիրը, ֆետա պանիրը այսպես ուղղակի կփշրենք, կխառնենք եւ կստանանք մեր խճողակը, որով պետք է բրինձի թերթիկները փաթաթենք։ Այսքանը բավական է։ Եվ հիմա Փոխում ենք ձեռնոցները։ Այո։ Ինչ ունենք էլ ավելացնելու։ Մենք պետք է տապակենք, բայց կարող ենք նաև ջեռոցի մեջ դնել։ Իդեպ։ Այդ ամբողջը միասին պետք է եւս մեկ անգամ տապակել։ Այո։ Արդեն թերթիկի։ Ոչ թե ամբողջը թերթիկի միասին, այլ մեջ, խճո հասկացա։ պետք է փաթաթենք եւ դնենք տապակելու, բայց Ստված խճողակը պետք է տապակի։ ոչ, արդեն պատրաստ է խճողակը։ Մի փոքր ցածրացնենք։ Եվ ավելացնենք այստեղ բուսայուղ։ Մենք կարող ենք շատ քիչ քանակությամբ բուսայուղ ցողել եւ դնել ջեռոցում։ Բայց այստեղ որպեսզի ավելի արագ լինի, մենք փորձենք դա տապակի վրա։ Երկրորդն էլ դնենք։ Մինչև կփափկի։ Մենք փորձենք փաթաթել խճողակը լցնել եւ ձևավորել ով ինչպես կցանկանա։ Դա էլ է, գիտես, բարդ։ Այո, շատ բարդ է։ Ձևավորումը օրինակ ինձ համար ավելի բարդ է, քան պատրաստելը։ Անկեղծ ասած ինձ համար էլ, բայց ես խոհարարներին նայելով շատ բան սովորեցի, մեր տեսանյութերի շնորհիվ նույնպես, եւ իրականում շատ համեղ կարող ես պատրաստել, բայց ձևավորման վրա երևակայությունը այդքան չբավականացնի։ Համլետ, այդ ապուրը ձևավորելու ես։ Այդ ապուրը ինքնին ձևավորվում է վերջում, որովհետև դու թարմ բաղադրիչներ ես վերջում ավելացնում։ Իսկ բացի կարմիր լոբից էլ ինչ կա սոխ, այնտեղ։ լոլիկ։ Սոխ։ Լավ, լուսինեի օրը ուրիշ բան կպատրաստենք Սելիոս այդողներ, դա Միկայի օրը կպատրաստենք, Միկան կհամտեսի, ես հասկացա։ Քեզ համար ուրիշ բաղադրատոմս կմտածեմ։ Խնդրում եմ։ Անպայմանորեն։ Ամենաբարդ պահին է ասել Անուշ։ Այո, այո։ Հիմա պետք է շատ զգուշությամբ Որտեվ այս փաթեթավորենք։ ունեն քանդվելու հատկություն։ Այո, այո, եւ 4 ժամանակ է շատ դժվար կոտրվում է։ Հիմա ինչ որ ես տեսել եմ, այսպես գեղեցիկ փաթաթում են եւ դնում են Փաթաթի կարող ես չփաթաթ։ եւ դնում են տապակվելու։ Փորձենք։ Ստացվեց էլի։ Լավ է։ Փորձենք երկրորդը։ Կարող ենք ուղակի խաչապուրիի նման պատրաստել։ Այսպես եռանկյունիներ։ Շրջենք ուղակի։ Այս մեկն էլ դնենք թող թրջվի։ Չէ, բարդ է, իհարկե, խոհանոցում հայտնվելը բարդ է։ Բարդ է հատկապես, երբ առաջին անգամ ես անում, բայց կարծում եմ մի փոքր, սա հմտություն է, որ պետք է ուղղակի 1-2 անգամ անես եւ սովորես, այո, հետո արդեն հեշտ կլինի կարծում եմ։
Կիրակի տանը հանգիստ կարող եմ պատրաստել։ Ահա, եւ այսպես անկյունները մի փոքր փակենք։ Շրջենք։ Երկրորդն էլ գնաց դեպի թավայի ուղղությամբ։ Այո, իսկ ինչքան պիտի տապակենք։ Ոչ շատ, չէ, ոչ երկար։ Ոչ երկար, իհարկե, որովհետև բաղադրիչները պատրաստ են։ Այսինքն դու կլոր փաթաթեցիր, հետո ամբողջը տտեցիր։ Շրջեցինք, այո, խխունջի նման այսպես տեսք ստացանք եւ հիմա տապակվի փորձեմ շրջել կամ այսպես փակենք։ Ուզում եմ պատկերացնեմ, էլի, որ տանն էլ կարողանամ այդ ամենը իրականացնել։ Գուցե մոտենաս ինձ։ Լուսինե, Մոտենա։ այս մեկը որպեսի ավելի մոտիկից նայես։ Չէ, որ մոտենամ կասես դու փաթաթի, բայց ես չեմ կարող փաթաթել։ Այդ իսկ պատճառով ես կհրաժարվեմ, կասեմ ոչ։ Ոչ։ Հաստատ չեմ ասի, որովհետև պետք է մի քանի անգամ անել, որպեսզի հասկանալ։ Հատկապես եթե բրնձի թերթիկների հետ չեք աշխատել։ Չեմ աշխատել, չգիտեմ։ Առավել եւս։ Դել։ Նայեք, մենք այստեղ մի փոքր փակում ենք, քանի որ կպչունակություն ունի, եւ այսպես շրջում ենք, ոլորում ենք այսպես։ Բույրը մենք արդեն զգում ենք իդեպ, սպանախի հատկապես։ Մնում է համը զգալ։ Քիչ մնաց։ Մոռացանք դնենք փափկի։ Այստեղ ժամանակ է մի փոքր ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի փափկի։ Լավ, Անուշ, բայց նաև պատմիր, թե ինչ է լինելու քո սեղանին զատկի։ Ավանդական, ինչպես բոլորի տներում, իհարկե ձուկը, Ինչպես է պատրաստվում։ Հիմա ասում ես ձուկը, բայց գիտես ձկան պատրաստման հարյուրավոր ձևեր կան։ Այո, ինչպես է։ Էլի ավանդական ջեռոցի մեջ։ Ջեռոցի մեջ մի անգամ բայց փորձել էի պատրաստել տոմատի մածուկով եւ շատ սոխով ու մի լավ մեկ ամբողջ օր դնում ես համեմվում է, հետո հանում ես վրայից մաքրում ես այդ ամբողջը, գրեթե, մի փոքր ես թողնում։ Եվ դնում ենք փայլաթիթեղով ծածկված, դնում ենք ջեռոցի մեջ, շատ համեղ է, այնտեղ իհարկե կարագը եւ ինչ կանաչի որ կուզեք, եւ այդպես շատ համեղ էր անկեղծ ասած, ինձ շատ դուր եկավ։ Պետք է մեկ օր այդպես թողնել։ Այո, սոխի եւ տոմատի։ Այո, երևի թե այս անգամ այդպես կպատրաստեմ։ Տեսնում ես։ Եվ իհարկե տարբեր տեսակի չրես շատ եմ օգտագործում, երբ պատրաստում եմ չամիչով փլավ, ու ինչն է հետաքրքիր, որ լավաշները պարտադիր պետք է խրթխրթան, այսպես մի քանի յուղով տապակված լավաշներ ունենանք, որպեսզի շուրջը դասավորենք կամ հենց փլավի վրա դնենք։ Իդեպ հնում այդպես շատ պատրաստել են չորացրած լավաշներով։ Եվ նաև այս ուտեստն է լինելու քո սեղանի։ Սա անպայման կպատրաստեմ, ինձ անկեղծ շատ դուր եկավ մատուցման ձևը։ Սպանախը։ Ստեմ նույնքան համեղ է։ Ռոլ է, սպանախով ռոլերը, այսպես ասենք։ Այո, իսկապես, բայց։ Այո։ Դե իրականում գարնանային ռոլերն էլ են, չէ՞, պատրաստում այս բրնձի թերթիկներով, հայտնի։ Մեջը բանջարեղեն եւ այստեղ էլ է բանջարեղեն։ Մեծ հաշվով այո։ Ինչով է տարբերվում։ Կլինի հայկական սպանախով ռոլ։ Հատուկ զատկի համար։ Զատկական ռոլ։ Մտածեցինք անունը, վերջ։ Զատկական ռոլ է սա լինելու։ Անուն չուներ, չէ՞ Անուշ։ Ոչ, մենք պետք է հորինեինք, այո։ Զատկական ռոլ, վերջ։ Դե սա մեկ անգամ պատրաստողը կարծում եմ անընդհատ կսկսի տանը այս ձևով պատրաստել, որովհետև հետաքրքիր տարբերակ է։ Հիմա այստեղ պատրաստվենք մատուցման։ Ահա։ Եվ իհարկե պետք է քունջութով մատուցենք։ Գրեթե պատրաստ է։ Տեսնենք, կարող ենք։ Այո, հրաշալի է։ Շրջում ես։ Պետք է շրջենք, այո։ Շատ զգուշությամբ։ Երևի թե այսպես ավելի զգուշ կլինենք։
Ձեզ մոտ երևում է։ Այո։ Կարծես կոտլետներ լինի։ Դե եթե դնենք ջեռոցի մեջ, արդեն կարիք չի լինի ընդհանրապես շրջելու, շատ գեղեցիկ, այսպես հենց կարմիր տեսքը կստանա։ Եվ ավելի հեշտ, այո։ Այդպես մի քանի վայրկյան էլ սպասենք, մոտ կես րոպե եւ արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի։ Իսկ ինչ-որ սոուս անհրաժեշտ չէ այս ռոլերի հետ, չէ՞, ինչու՞։ Դե կարող ես օրինակ թթվասերով ուտել, ինչու ոչ, կամ մածունով։ Որ Ես օրինակ սպանախը միշտ մածունով եմ ուտում։ Ինձ թված ասելու ես քաղցր կծու։ Ընդհանրապես ոչ մի քաղցր կծու։ Զատկական ռոլեր են, մամլետ, մոռացար անունը։ Թթվասերով կամ մածունով, վերջ։ Վերջ։ Ահա։ Իհարկե այստեղ կարելի է, քանի որ սպանախի հետ շատ են օգտագործում սխտոր, գուցե այդպես սխտորով ինչ որ հետաքրքիր մածունը, սխտորը գուցե այսպես խառնած թանձրուկ լինի կողքին։ Կարելի է։ Միտք է։ Կամ հենց սխտորային թանձրուկ։ Այո։ Բայց սպանախով սխտորով է։ Նաև։ Հա։ Դու ոչինչ չես ուտում սխտորով, արդեն պարզ է։ Չէ, ես սիրում եմ սխտոր։ Սոխով չես ուտում։ Սոխով չեմ ուտում։ Հասկացա։ Սոխն էին թշնամին։ Լավ։ Այլ հաշվի կառնենք։ Այս մեկը շրջեցի, որպեսզի տեսքը նաև երևա։ Մեր ռոլերը պատրաստ են։ Եվ իհարկե, այստեղ շատ գեղեցիկ տեսք կտա սև քունջութը։ Ինչպես նաև սպիտակը կավելացնենք։ Ոչ միայն տեսքի համար իհարկե, նաև օգտակարության։ Ահա։ Եվ ինչպես ասացինք, զատկական ռոլերը արդեն հայկական կարող ենք ասել, պատրաստ կլինեն, վստահ եմ մեր հեռուստադիտողները կօգտագործեն մատուցման այս տարբերակը նաև։ Շնորհակալություն Անուշ։ Շնորհակալություն Անուշ եւ Անուշ լինի։ Այո, դա է սպասում, որ ինքը ասեր, Անուշ լինի։ Այո, Անուշ լինի, սիրելի Ինչպես միշտ հեռուստադիտողներ։ հիացրեցիր մեզ, 20 րոպեում, այո, պատրաստեցիր այս հիասքանչ զատկական մեր ռոլերը, շատ շնորհակալություն։ Մենք կփորձենք։ Այո, կփորձենք հիմա որպեսի փորձենք, շարժվենք առաջ։